Վեդիում անչափահաս քույրերի գործով երկու անձ է ձերբակալվել, հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել ԱԵ-ի եւ ԴԱ-ի նկատմամբ վեդիում անչափահաս քույրերի հանդեպ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։ Արտարոս դեպքի մասին փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրն էր ներքին գործերի նախարարության ոստիկանության վեդիի բաժին հաղորդում ներկայացրել։ Ցուցմունքում նշել էր, որ օգտվելով իր դստեր անօգնական վիճակից փետրվարի 8-ին ՎԵ-ն կատարել է անառակաբարո արարք։ Նշենք, որ անչափահասը տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ։ Իրավապահներին հազանգել են նաև դպրոցի տնօրենն ու մանկավարժները, նկատելով երեխաներին մեքենա նստեցնելու կասկածելի փորձեր։ Թեև անչափահասը հրաժարվել էր դատաբժշկական փորձաքննությունից եւ նախաքննության ընթացքում տվել հակասական ցուցմունքներ, ըստ նրա վերջին ցուցմունքի հանրապետությունը ցնցած դեպքը ունի շուրջ 1 տարվա վաղեմություն։ Վարորդական իրավունքից զրկված 19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով, հայտնել են քննչական կոմիտեից։ 3 մեքենայի մասնակցության վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում էր հարուցել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Օրերս համացանցում տարածվել էր երիտասարդի խուլիգանական արարքի տեսանյութը, որը նկարահանել էր իր կողքի նստած ընկերը։ Նա փորձում էր իբրև թե նվաստացնել իր հետ մրցակցության մեջ մտած Նիսանի վարորդին։ Ավելի ուշ մեկ այլ տեսանյութ էր տարածել, որտեղ հեռուստացույցով դիտում էր վթարի մասին պատմող ռեպորտաժն ու զվարճանում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենքի գաղափարից։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ընթացող բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ նրանք համաձայնել են դրան, ի թիվս այլ բաների, հայտարարել է Թրամփը առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու հաղորդված փոխըմբռնման շրջանակի կամ այն մասին, թե ով է իրեն ասել այս ամենը։ Միևնույն ժամանակ Իրանում շարունակում են վերահաստատել իրենց դիրքորոշումը եւ նշել, որ պահանջելու են ԱՄՆ-ից հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սպիտակ տան ղեկավարի ինքնաբուխ հայտարարություններին պաշտոնական Թեհրանը դեռ չի արձագանքել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ, այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է X-ի իր էջում։ Խոսեցի Իրանի նախագահի հետ, արտահայտեցի իմ խորը մտահոգությունը շարունակվող սրման վերաբերյալ եւ դատապարտեցի Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ենթակառուցվածքների ու մի քանի նավերի դեմ անհիմն հարձակումները, գրել է Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Ես Իրանի նախագահին կոչ եմ արել օգտվել այս հնարավորությունից եւ մտադիր եմ այդ հարցը քննարկել նաև նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրել է նա։ ԱՄՆ դատարանը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի ենթադրյալ ինքնասպանության մասին նամակը, հրապարակել է Բլումբերգը։ Նամակում Էփշտեյնը նշել է. «Նրանք ինձ 1 ամիս հետաքննեցին, ոչինչ չգտան։ Այդ պատճառով 15 տարվա վաղեմության մեղադրանքներ առաջադրվեցին։ Լավ է, երբ կարող ես ինքդ ընտրել, երբ հրաժեշտ տալ։ Ինչ էիք ուզում, նստեի լացեի։ Իմաստ չունի, չարժ է», ասվում է նամակի մեջ։ Էփշտեյնի նախկին խցակցի խոսքով նա այն գտել է գրքում թաքցված։ 4 мая 26 года Министерство обороны Российской Федерации опубликовало официальный... Ռուսաստանի արտգործնախարարությունը դիվանագիտական առաքելություններին նախազգուշացրել է հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից, զգուշացնելով, որ եթե մայիսի 9-ի հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին։ Ուկրաինայից առայժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը։ Максимальной ответственностью отнестись к данному заявлению. Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի տարածքում ռուսական ծագում ունեցող անօդաչու թռչող սարք է ընկել։ Լատվիական կողմի պնդմամբ մի քանի անօդաչուներ Ռուսաստանի սահմանից ներխուժել են երկրի օդային տարածք։ Ըստ փորձագետների, դրանք եղել են ուկրաինական զինուժի FP-1 տիպի ԱԹՍ-ներ։ Ռուսաստանը չի աջակցել Ուկրաինայի լիակատար հրադադարի վերաբերյալ առաջարկին, նույնն էլ կանենք մենք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեր առաջարկին արձագանքել է միայն նոր հարվածներով, նոր հարձակումներով։ Ռուսաստանը չի դադարեցրել իր ռազմական գործողությունները, ասել է Զելենսկին։ Նրա խոսքով Ռուսաստանի հաղթանակի օրվա շքերթը այժմ կախված է Ուկրաինայի որոշումներից։ Նրանք կռվել են այնքան, որ նույնիսկ գլխավոր շքերթն այժմ կախված է մեզնից, եւ սա հստակ ազդանշան է։ Մենք պետք է այն ավարտենք, հավելել է նա։ Զելենսկիի խոսքով Ուկրաինան ձգտում է արժանապատվորեն ավարտել այս պատերազմը եւ պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։ Великой победы! Ура!